Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլյանին հանդիպել է Բելարուսի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Ռոգաշչուկի հետ։ Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ հանդիպմանը հիմնական ուշադրությունը դարձվել է երկու երկրի միջև տարբեր ուղղություններով հարաբերությունների դինամիկային, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարներին։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Բելարուսի միջև առկա առևտրատնտեսական կապերը և դրանց հետագա խորացման հնարավորությունները։ Նշվել է, որ տնտեսական հարաբերությունները զարգանում են աճող տեմպերով։ Քննարկվել են նաև դեպի Բելարուս վրացական արտադրանքի արտահանման ավելացման հեռանկարները։ Վրաստանը 2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում երկրից արտաքսել է 2036 օտարերկրյա քաղաքացու։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալով նրանց շուրջ 23%-ը Թուրքիայի քաղաքացիներ են։ Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանից արտաքսվել է Թուրքիայի 485 քաղաքացի։ Երկրորդ տեղում Հնդկաստանի քաղաքացիներն են 227 մարդ, իսկ երրորդում Թուրքմենստանի քաղաքացիները 197 մարդ։ Ռուսաստանից արտաքսվել է 145, իսկ Պակիստանից 89 քաղաքացի։ Վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանի իշխանությունները խստացրել են երկրում ապօրինի գտնվող օտարերկրյացիների հայտնաբերմանն ուղղված միջոցառումները։ Ոստիկանությունը օտարերկրյա քաղաքացիների ստուգումները իրականացնում ինչպես փողոցներում, այնպես էլ տարբեր հաստատություններում։ Բացի այդ, խստացվել են օտարերկրյացիների երկրում կացությունն օրինականացնելու պայմանները։ Սեպտեմբերի 1-ից արտաքսման հիմք կարող են դառնալ նաև ապօրինի աշխատանքային գործունեությունը կամ Վրաստանի բուհերում ուսանելու ընթացքում ակադեմիական անբավարար առաջադիմությունը։ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հասնելու գործընթացին, հայտարարել է Հական Ֆիդանը։ Թուրք նախարարն ընդգծել է, որ Հարավային Կովկասն ուղղակիորեն ազդում է Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա։ Շարունակելով տարածաշրջանային անվտանգության թեման, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ ստորագրած համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածում ամրագրված փոխադարձ պաշտպանության սկզբունքին։ Այն ենթադրում է, որ զինված հարձակումը մասնակիցներից մեկի վրա կդիտարկվի որպես հարձակում բոլորի վրա։ Ֆիդանն ընդգծել է, որ նոր դաշինքն ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ, այլ նախատեսված է երեք պետությունների հավաքական անվտանգության ամրապնդման համար։ Թուրք նախարարը նաև հայտնել է, որ համաձայնագրի շրջանակում կստեղծվի ՆԱՏՕ-ի օրինակով նախարարների կոմիտե, իսկ մշտական գլխավոր քարտուղարությունը կտեղակայվի Սաուդյան Արաբիայում։ Ֆիդանը նաև հայտնել է, որ համաձայնագրի շուրջ աշխատանքները տևել են 2 տարի։ Նրա խոսքով մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում միության նկատմամբ, այդ թվում Եգիպտոսը։ Անդրադառնալով Ուկրաինային, Ֆիդանն ընդգծել է, որ Անկարան Մոսկվային և Կիևին կոչ է արել հրադադարի մեխանիզմ ստեղծել։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով պատերազմի շարունակությունը կարող է հասցնել բոլորի համար ավելի վտանգավոր հետևանքների։ ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես ծանուցել է Կոնգրեսին Թուրքիայի տնօրինության տակ գտնվող ամերիկյան արտադրության սպառազինության համակարգերի Ուկրաինային փոխանցման մասին։ Փաթեթը ներառում է արձակման կայաններ, մարտավարական բալիստիկ հրթիռներ և այլ սպառազինություն։ Մատակարարումը կսկսվի օգոստոսի վերջին։ Նշվում է, որ այդպիսով Թուրքիան կրճատում է հնացած սպառազինության պաշարները, իսկ Ուկրաինան հնարավորություն է ստանում ուժեղացնել հեռահար կրակային հնարավորությունները։ Ավելի վաղ ուկրաինական կողմը հաստատել էր նաև սպառազինությամբ հետաքրքրվածությունը, սակայն Միացյալ Նահանգները, Թուրքիան և Ուկրաինան դեռևս չեն մեկնաբանում մատակարարումների ժամկետներն ու մանրամասները։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։ Իրանում հայտարարել են, որ Վաշինգտոնը պետք է փոխի իր քաղաքականությունը։ Պահանջների թվում են սպառնալիքների և ռազմական գործողությունների դադարեցումը, շրջափակման վերացումը, պատերազմի վնասի փոխհատուցումը, պատժամիջոցների վերացումը և իրանական սառեցված ակտիվների ապաշրջափակումը։ Այս ֆոնին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չեն ընթանում։ Տեղի է ունենում
Իրանում հաղորդագրությունների փոխանակում միջնորդների միջոցով, ինչը նրա խոսքով չի կարելի բանակցություն անվանել։ Արաղչին նշել է, թե Իրանի տեսանկյունից բանակցություններ հնարավոր չեն, քանի դեռ Միացյալ Նահանգները չի դադարեցրել փոխըմբռնման հուշագրի խախտումները։ Իրանի արտգործնախարարը հաստատել է, որ Օմանի հետ համաձայնությունը մոտ է կապված Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ուղիների հաստատման հետ։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Իրանը կարևոր դեր կխաղա Հորմուզի նեղուցի կառավարման և նավագնացության անվտանգության ապահովման, այդ թվում ականազերծման գործում։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի անվտանգության և կայուն զարգացման միջոցառումների մասին նոր օրինագծին։ Օրինագիծը ներառում է կետեր, որոնք արգելում են Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի համար թշնամական այլ երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Բացի այդ, նավերը չեն կարողանա նեղուցով տեղափոխել Իսրայելի հետ կապված ցանկացած տեսակի բեռ, լինի դա ռազմական, թե քաղաքացիական։ Խախտողների համար նախատեսված են տուգանքներ փոխադրվող բեռի արժեքի մինչև 20%-ի չափով։ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ եղել են միմյանց կողքին դժվարին ժամանակներում։ Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին ևս մեկ անգամ երևաց, որ Ադրբեջանը գտնվում է Իրանի եղբայրական ժողովրդի կողքին։ Այդ մասին X-ի էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, շնորհակալություն հայտնելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին իր ձևակերպմամբ բարի և անկեղծ խոսքերի համար։ Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատերազմի ժամանակ զգալիորեն օգնել է Իրանին։ Փեզեշքյանն ընդգծել է, որ Բաքվի հետ բանակցություններից հետո վերականգնվել են տրանսպորտային երթուղիները, ինչպես նաև իրանական բանկի և դեսպանատան աշխատանքը։ Միևնույն ժամանակ Իսլամական Հանրապետության նախագահի խոսքով պատերազմի ժամանակ Իրանն օգնություն և աջակցություն է ստացել Ադրբեջանի միջոցով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչյուսի հետ։ Ալիևը շնորհավորել է Սինկևիչյուսին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ընդգծվել է Ադրբեջանի և Լիտվայի միջև կապերի զարգացման դրական դինամիկան։ Քննարկվել են երկու երկրի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես էներգետիկ անվտանգության ապահովման, ինչպես նաև առևտրաշրջանառության ավելացման հարցերը։ Լիտվայի վարչապետը Ալիևին շնորհավորել է Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների տարեդարձի կապակցությամբ։ Քննարկվել են նաև Ադրբեջանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները։ Նշվել է, որ վերջին շրջանում իրականացված բարձր մակարդակի շփումները զգալի ներդրում են ունեցել համագործակցության զարգացման գործում։ Ընդգծվել է, որ Լիտվան մշտապես աջակցում է Եվրոպական միության հետ Ադրբեջանի համագործակցության զարգացմանը։ Ռուսական կողմը Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի վարել ուկրաինական կարգավորման հարցերի շուրջ։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հասարակական խմբերի ներկայացուցիչների ոչ պաշտոնական շփումներ տեղի են ունեցել։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ մամուլի ասուլիսում նշել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման շուրջ Բաքվում հուլիսի կեսին Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել։ Ալիևի խոսքով կողմերից ոչ մեկը հանդիպման մասին չի տեղեկացրել Ադրբեջանին։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։